Ես ամբողջ գիշեր հացի հերթ էի կանգնում, որ առավոտյան մի հատ հաց հասցնեմ ու գամ սեսիայի ոդկով գամ։ Իհարկե դժվարություններ էին, արդյունավետ չէինք աշխատում, բայց հո գիտեինք, որ պատերազմ ենք հաղթում, բայց հո գիտեինք, որ ռեֆորմներ ենք անում։ 28 ռեֆորմ ենք իրականացնել 5 տարվա մեջ։ Ռեֆորմներ, որոնցից յուրաքանչյուր իրականացման դեպքում կարող է պետություն պայթել, պետություն առ ոչինչ դառնալ։ Դրանք տանջանքի ժողովրդի վատ ապրելու հաշվին իրականացված ռեֆորմներ էին իհարկե, բայց հո գիտենք, որ մեջներս լույս կար, այդ մեջի լույսն էր բանան։ Հիմա շատ լույս ունենք, բայց երջանիկ էիք այն ժամանակ, որովհետև հեքիաթ էինք կառուցում։ Եթե այդպես չներ, մենք Ղարաբաղում չէինք հաղթի։ Ինքնահապկանք չէր դա։ Ամենևին այդ ոգին պահեց, այն ոգին, որ ես տեսել եմ Ազատության հրապարակում, դա սովորական մարդկային չէր, դա աստվածային էր։ Կես միլիոն մարդ մեկտեղ եւ ամբողջ երկրում հանցագործություն տեղի չունեն, բոլորը իրար օգնում են, բոլորը անցուցադիր օգնության կողմնակիցներ են, բոլորը իրար սիրում են։ Իսկ ինչու են մարդիկ չարացել։ Մարդիկ չարացան, որովհետև մարդկանց չարացրին, որովհետև սկսեցին վերևում ուտել, վերևի ուտողը թույլ է տալիս իր ներքևինին ուտել, նա իր ներքևինին ուտել, եւ այդպես համակարգը փթթում է, համակարգը այդպես փչանում է։ Եվ մարդը ասում է, լավ, եթե վերևին եկել է, որ իր կյանքը ապահովի, ես էլ ինչ գործ ունեմ այստեղ։ Ինքը արդեն կտրվում է քաղաքացի լինելուց, պետականամետ լինելուց, գործոն լինելուց, պետության ղեկավարման, կառավարման գործում եւ սկսում են վիճակը, որի մասին խոսում ենք, այդ ապատիկ վիճակը։ Իդեպ ձեր անունը ոչ մի կոռուպցիոն սկանդալի մեջ չկա, փաստորեն մաքուր կենսագրություն ունեք, սեփական շահի հետևից չեք գնացել այդ ճանապարհով։ Եթե այդպես լիներ, այն ակնածանքը, այն վերաբերմունքը, որ իմ նկատմամբ հիմա էլ անգամ կա, դրական առումով չէր լինի։